Խաղաղություն այս տանը, սիրելի քրիստոնյա ժողովուրդ, խաղաղություն քո սրտում։ Նայեք առավոտյան Աստծո Սուրբ Ոգին այսպիսի մի հրաշալի խոսք ասավ։ Ասա հայտնա, որ իմ ժողովուրդս սերին հետևա։ Այսինքն սերին հետևեցեք։ Առաջի Կորինթացիների թուղթ 14-րդ գլուխ առաջի խոսքը ասում սերին հետևեցեք եւ հոգեվոր պարգևին նախանձավոր եղեք եւ մանավանդ որ մարգարյանաք։ Բայց Տիրոջ հոգին այս մի խոսք ասավ սերին հետևեցեք։ Որքան կարևոր է եւ որքան է Տերը կարևորում, որ մենք սերին հետևենք։ Այսինքն ոչ թե ուղակի ասենք Տեր ես քեզ սիրում եմ կամ ինչ որ մեկին ես քեզ սիրում եմ, այլ սերին հետևեցեք նշանակում է սերը պահպանեք, սերը ունեցեք, սերը հետևեցեք։ Ռուսերենում ասում է достигайте любви, достигайтесь, հասեք, պահեք, ունեցեք, հետևեցեք։ Հասկանում եք մի բան ասել, խոսալ, Տեր ես քեզ սիրում եմ, բայց մեկ ուրիշ բան է սերը պահպանելը, Տիրոջ հանդեպ սերը ունենալը եւ հետևել սիրուն։ Սերը Տերն է, սերը Աստվածն է, մենք գիտենք ժողովուրդ ջան, դրա համար ասում է սերին հետևեցեք, ասում Աստծուն հետևեցեք։ Աստծուն ունեցեք, Աստծուն պահպանեցեք ձեր սրտերի մեջ։ Նայեք Մատթեոսի 24-րդ գլուխ 11 խոսքից ասում է 12-ից լավ եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի բայց ով որ մինչև վերջը համբերե նա կփրկվի անօրենության շատանալու պատճառով շատերի սերը անօրենությունով լցված է աշխարհը անօրենությունները դրանք մեղքերն են երբ որ մարդը դրանք տեսնում է դրանք փափակում է դրանց հանդեպ սեր ունի մարդու մոտ սերը դեպի Աստված սառչում է եւ եթե Աստծու հանդեպ սերը մարդու մոտ սառավ մարդկությունն էլ մեկը մյուսի հանդեպ սեր չի ունենա ժողովուրդ ջան դա կլինի կեղծ խոսքեր կեղծ սեր Տերն ասում է սերին հետևեցեք անօրենությունը փակում է սիրո ճանապարհը մեղքը խստացնում է մարդու սիրտը եւ մարդը չի կարողանում սիրա, հավատա, պաշտա եւ առաջնորդվի Աստծո Սուրբ Ոգով։ Սերին հետևեցեք ժողովուրդ ջան, Տիրոջ